ըստ էության Ռուսաստանն էլ էս պահին չունի, որքանով որ ես եմ տեղեկացված, ինքն էլ աշխարհի որևէ երկրում այդ մոդուլային տեսակի ատոմակայաններ կառուցված չունի։ Օրինակ բոլորովին վերջերս, երբ արժանախագահի հետ Ռուսաստանում ենք, մենք հանդիպել ենք Ռոսատոմի ղեկավարի հետ եւ նաեւ իրենից ենք լսել, որ այո, իրենք էլ էս պահին նոր են կառուցում եւ չունեն դրա փորձը։ Իսկ իրենք որ ասում են պատրաստ են կարճ ժամանակում սկսել այդ կառուցման նախագծումը։ Իրենք ունեն իրենց առաջարկը, ու բնականաբար էլի մասնագիտական դաշտում Ռուսաստանն ասում է, որ ամենահարմարը կլինի, եթե մեզանից գնեք 1000 մեգավատանոց նոր բլոկ կառուցեն։ Այդտեղ էլ նախնական մոտ 15 միլիարդ դոլարանոց ծրագիր է, այսինքն մեր ընդդիմությունները ասում են այդ պետական պարտ պետք է հասկանանք, որ ոչ Վլադիմիր Պուտինը, ոչ որևէ այլ երկրի ղեկավար այդ 10 միլիարդ կլինի, 5 միլիարդ կլինի գումարած 4 անվճար որևէ մեկից չի տալու։ Այո, բնականաբար դա ներդրում է Հայաստանի Հանրապետության կողմից իր էներգետիկ անվտանգությունը ապահովելու համար, այսինքն կա նաև համանման առաջարկ, որովհետև ես էլ անձամբ ընդգրկված չեմ իմ հանձնաժողովի, բայց գիտեմ նաև ֆրանսիական կողմը ունի այսպիսի առաջարկ, չինական կողմը ունի այսպիսի առաջարկ, Ջեյմս Դիվենսի հայտարարած ըստ էության այդ հնարավորություն է, որով ասում եմ Հայաստանը շուկայում եթե հայ երկիր մոլորակի վրա մի քանի երկրներ կան, որ համանման այսպիսի տեխնոլոգիա ունեն, հիմա նաև հասանելիություն ունի երեկվա այդ համաձայնագրով աշխարհի թիվ 1 երկրի տեխնոլոգիաներին։